Սովորական ապրանք, կարտոշկա, կաղամ, գազար, բազուկ, սով։ Դուք եք հողի հետ աշխատում, մշակում։ Մոտ 80%։ 80% ես եմ մշակում։ Որն է կոնկրետ դուք ցանել, դուք մշակել։ Կարտոշկեն, կաղամբը, գազարը, բազուկը։ Ինչքանով եք վաճառում հիմա։ Ուրս հիմա այս պահին 5 կարտոշկեն ամոթես, այդքան թանկ չէ, ժանա, նու 150 դրամով վաճառվում 5 կարտոշկեն։ Նու սեզոնական էլի կարտոշկի գները, շուկայի գները ինձ որ չես կարող ստաբիլ գին ասես։ Շատ ապրանքը լինում է ժանանում, քիչ լինում է թանկ։ Նախորդ տարվա համեմատ ինչ տարբերություններ եք զգում ձեզ վրա Ոչ մի կոնկրետ։ տարբերություններ չկա, դեպի լավ։ Նույն գներով վաճառում եք։ Եթե կարտոշկեն գյուղացու вообще-то գյուղացու նկատմամբ մի փոքր ապրանքի ռեալիզացիան նորմալ իրականանա, գյուղացին բոլորն էլ կմշակեն, նույնիսկ ապրանքը մի քիչ էլ կեժանանա, բայց դժվարանում է գյուղացին հիմնականում ռեալիզացիա ապրանք իրականացնելու խնդիրն է, ոչ թե այսօրվա դրությամբ կառավարությունը աջակցություններ են ցույց տալիս, սիլիտրաներ են տալիս, բանման, բայց բռնենք թե որ սիլիտրա տվեցին դու ունեցար 30 տոննա կաղամբ ու չկարացար իրականացնել, դա մի քիչ դժվարություն առաջանում։ Այսինքն իրացման հետ կապված Իրացման աջակցություն հետ եք կապված ոչ թե ակնկալում մենակ այս պետությունից։ տարվանով է, բայց մենք կաղամբի իրացումը շատ դժվարությամբ ենք էլի իրացնում։ Ասեք, քուրս Գազարն ինչ արժե։ 300 դրամ։ Թանկեր։ Չեմ ուզում, իմ կողմերը 350 են վաճառում, ես 300 եմ վաճառում։ Ուղղակի որ դու այստեղ նույն դրամ վաճառում։ Այնց որ դու պետք է առնես 5 կիլո։ Հա, 350։ Որտեղ եք մշակում, որ գյուղից եք Ես մշակում։ Մարտունու Զուլաքարից եմ, բայց գազարն ու կաղամբը սոխը Էջմիածին է։ Ամեն օր գնում գալիս եք։ Գյուղը Հա։ նու փարկասու պայմանները ստեղծել ենք, որ այստեղ ենք հիմնականում, երբ որ արդեն այսօր եմ եկել այսինքն։ Այո։ Այնտեղ սրսկումներ արել եմ, եկել եմ այստեղ, արդեն Հողը քանդում այնտեղ եմ, այնտեղ էլ ունենք, այստեղ էլ ունենք։ Երկու տեղն էլ մշակումները անում ենք։ Իսկ հիմա որ արգելափակումներ կա ռուսական շուկան մուտք չի գործում Հայաստանի գյուղմթերքը։ Կաղամբը մեր կաղամբը հիմնականում Մարտունա Գեղարքունիքի մարզի կաղամբ կարտոշկեն Ռուսաստանում մենք շատ 4 տարին, 5 տարին մի անգամ ենք իրականացրել այնտեղ, դուրս ենք անել։ Մենք եթե ինչքան հնարավորություն ունեցել ենք այստեղ ծախենք, ինչ էլ որ մնաց է թափել ենք, բայց մենք չենք դժգոհել։ Գոհ ենք, շնորհակալ ենք։ Իսկ այդ Ռուսաստան հետ կապված գնային տարբերակները բոլորն էլ նույնն են, այնպես չէ որ գնային վայ ժանացավ, տելեֆոն կտաս։ Ամեցիկ եղբայրս։ Ամեցիկ։ Ցույցել կարող եք բազուկներ մի կինա։ Արդեն ամոզել էր որ 5 կիլո իրենք առնեն։ Չէ, քուրի ջան, Ռուսաստան հետ մեր կապ չունենք, ընդհանրապես տաստված որ լիներ, բայց չկա։ Այնպես որ այսօրվա դրությամբ ճիշտ է, շփվում ենք, տարբեր տեղի հետ շփվում ենք, թե Էջմիածինի Արարատյան դաշտի ժողովուրդը, թե Գեղարքունիքի Բողոքում են հեչ։ Ոչ, բողոքել չկա, քուրս ժողովուրդը ավելի հաճելի է գտնում, որ իր ապրանքը, իր ներսում ռեալիզացիա կատարի, քան թե դրսում։ Ինձ չէ որ Բայց չեն տուժում այդպես։ Եվ գյուղմթերքն է մնում, եւ ավելի էժան են վաճառում հավանաբար։ 300 դրամ եղբայրս։ Ոչ, անգամ պահանջարկ ունի որ պահանջարկը մեր մոտ կա։ Եվրոպական շուկայում կընդունեն մեր գյուղմթերքը, ինչ է կարծում։ Չեն էլ Քիչ խնդրի, են տունում, բայց չեն էլ խնդրի, չեն էլ աղաչի, խի մենակ եվրոպական, արաբական աշխարհը կընտրի։ Ռուսական շուկան ինչու չի ես ընդունում։ մի հատ կոպիտ օրինակ Եթե արդեն ռուսներից հացեք, չի չեն ընդունում։ ես մի հատ կոպիտ օրինակ բերեմ, պապական էլի։ Տեսեք, մենք չենք խանգարում։ Այն ժամանակ, որը բանը ավանակներ դուրս էին գալիս, իզով պետքա գնային սար, հետ գային էլի։ Երբ որ այդ իզը փակվում էր, ճանապարհը կտրվում էր,
դժվարանում էին էլի մի կողմ երկրորդ ճանապարհով եթախի մենք պետք է երկրորդ երրորդ ճանապարհը չունենք, մենք հույս դրենք միայն ու միայն Ռուսաստանը, որը Ռուսաստանը այսօրվա դրությամբ մեր հողատարածությունները վաճառեց բոլորին։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ որ սահմանները բացվի, պատրաստ եք առևտուր անել։ Մեծ սիրով գնալու եմ Սապոնչի բազար առևտուր անելու։ Ընդունելու են ձեզ։ Ինձ ընդունելու է։ Գերմանացիներն ասելու են գերմանացին հանգար չկասնեն։ Ֆրանսիացիները 300 դրամ էլ էս նա։ Դուք պատրաստ եք կողք-կողքի ապրել, առևտուր անել։ Մենք հարևաններ ենք։ Մենք չենք կարող 300 դրամ էլ տվեք եղբայր։ Մենք հարևաններ ենք։ Մենք չենք կարող մեր հարևաններից ճիշտ է կռվում ենք։ Այսօրվա դրությամբ ոչ թե ճշնամի ենք կամ ես իմ բան, մենք ողեր ենք ճշնամիներ ենք, դարավոր ցեղ սպանություններ ենք ճանաչում, իմանում ենք, պատմություն շատ լավ գիտենք, ամբողջ կյանքում գիտենք էլի ինչա, բայց ստիպված ենք պետք է հարևանի հետ հաշտվենք։ Չի նշանակում, որ այսօրվա դրությամբ մեր որոշ իշխանավորներ ձգտում են, ինչով են ձգտում, չեմ իմանում, ձգտում են, որ պետքա չհաշտվենք հարևաններ, պետքա հաշտվենք, պետքա գնանք այնտեղ վաճառենք։ Իսկ դու ինչ գիտես, դու գիտես, որ մենք պատերազմների այն ժամանակ, երբ որ 90-ական թվերին եմ ասում, այն ժամանակ, երբ որ պատերազմ էր տեղ ունենում, ուղիղ մենք մեր կարտոշկեն, Գեղարքունիքի կարտոշկեն գնում էր Բաքու վաճառքի։ Դու գիտեիք։ Մենք տանում ենք ասում ենք Սադախլուից տալիս ենք Ադրբեջանցուն, վրացու հետ ադրբեջանցին տանում էր Բաքու։ Իսկ ավելի լավ չէ մի անգամից մեր հարևանին տանք, մեր հարևանից էլ նուրը բերենք, վաճառենք։ Ու պատերազմ չլինի։ Ինքը իմ երեխուն չսպանի, ես իր երեխուն չսպանեմ։ Երեք չէ, մեր խաղաղությունը թող լինի, ճիշտ է։ Ասում է մեծական խոսք, ասում է շան հետ քայլելուց պետքա ձեռքիցը չգցես, բայց ստիպված եք, պետք է անենք։ Այդպես փեդը ձեր ձեռքին պատրաստ եք ապրելու։ Միջև կյանք, իմ երեխեն էլ է պատրաստ, իմ պապն էլ էր պատրաստ եղել։ Մենք բնիկ Ալաշկերտի Զիրոյի գյուղից ենք։ Այսօրվա դրությամբ Ղարաբաղն է տեղահանվել, անցյալ դարերում Ալաշկերտն է տեղահանվել, Վանն է տեղահանվել։ Ճակատագիրն է ու գիտես այդ ինչից է, մեր ներքին անհաշտությունից է։ 250 դրամ տատի ջան։ Մեր ներքին անհաշտությունից է, որ ես ու դու իրար չենք հասնում։ Դու ասում ես, ես ասում, մի համուր, մի ձայնով չենք։ Ես ես վերջում մեր նախկին նախագահի ելույթը լսեցի Պետրոսի մոտեն, որ ասում էր Ռոբերտ Քոչարյանի ելույթը լսեցի Պետրոսի մոտ, որ ասեց ես մի զանգով կարող էի այդ Ղարաբաղի հարցը լուծեի, այդ հարցը պատերազմը կանգնացնի։ Ինքը դուրս էր եկել, չէ՞։ Ինքը չէր աշխատում։ Մենք այո համաձայն, թող ինքը լուծեր այդ հարցը։ Երկիրը քույրիկ ջան, պահում ռամիկ ասելով մի քիչ կոպիտ է հնչեցվում այդ խոսքերից, բայց երկիրը պահում ռամիկը հաշվի առնում է, ով ոնց ինչ ոնց։ Կարող է ներկապահից դու լրագրող ես, ես գյուղացի եմ, աշխատող մարդ եմ, մեր մակարդակները մի փոքր բարձրացած է, բայց եթե նժարի վրա տնանք, երկուս էլ մի հավասար չափի մենք ռամիկներ ենք։ Մեր մեծավորները, վերին օղակի մարդիկները իրար հետ լեզու չեն կարող հաշտվել։ Չի ասում ներկայիս կառավարություն, արի էս ցանանք։ Ներկայիս կառավարությունը չի հաշտվում հնի հետ։ Ինչի համար իրենց եկամուտի, իրենց աղբյուրի համար, էլի, այդպես չի լինի։ Եթե կարողանում էիր կանգնեցնել պատերազմը, կանգնեցնեի։ Եվ մենք այսօրվա դրությամբ բոլոր ժողովուրդն էլ կասեին, վայ, տեսար, ներկայիս իշխանություն դու չկարացայիք այս գործանը, բայց հին արես, ուրեմն պետք է մենք հնին ընտրենք, բայց ինքը այդպես օդի մեջ ասելով չի կարելի, էլի։